Մենք կարող եմ ասել, որ որոշակի առումով նրա անազատության մեջ գտնվելը որոշակի իրողություններ պահում է եւ մեզ ստիպում է նաեւ այդ իրադրությանը համարժեք աշխատելու։ Պարոն Աբրամյան, մեղադրում են պարոն Համբարձումյանին 2018 թվականին Հովտաշատ Հայանիստ այդ գյուղերի խաչմերուկում հանրային կարգը խախտելու, զենք գործադրելու համար դուք ինչպես եք այս մեղադրանքը մեկնաբանում։ Իշխանության տարածած տեսանյութերը չեն համապատասխանում իրականությանը, համայն դեպս Դավիթ Համբարձումյանի մասնակցության մասով։ Այդ առիթով նա մի քանի անգամ այս մասին նշել է։ Տեսանյութերը, որոնք ներկայացնում են Դավիթ Համբարձումյանը, այդ տեսանյութերում չկա։ Եվ երկրորդը, ես կարծում եմ, ինչպես մնացած գործիչների դեպքում է լինում կամ շատերի դեպքում է լինում, իշխանության հույսը մանիպուլյացիայի ծավալների վրա է եւ այն մոտեցման, որ հանրության մի ինչ-որ մաս գոնե դա կընդունի որպես փաստ կամ որպես ճշմարտություն։ Բայց փաստը այն է, որ այն մարդիկ, ովքեր ժամանակին ցուցմունք են տվել նրա այնտեղ ներկայության կամ այն գործողությունների, որոնք վերագրում են Դավիթ Համբարձումյանի, այդ մարդիկ պարզապես հրաժարվել են այդ ցուցմունքներից։